Բարև ձեզ, մեր հերթական ոդքասթն է Արտուր Խաչիկյանի հետ։ Այս օրերին մենք անընդհատ հարցեր ենք ստանում եւ փորձում ենք մոդելավորել մեր զրույցների թեման, որտեղ մենք հասկանում ենք այնպիսի իրավիճակում ենք Արտուր, որ ամեն րոպե իրավիճակ է փոխվում եւ նաեւ տեսնում ենք, որ արդեն ընդդիմադիր քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից համագումարներ են անում, հայտ են ներկայացնում Արտուր, բայց ես ուզում եմ, որ մենք, քանի որ իրավիճակը ռեգիոնում շատ ուրեմն լարված է, մենք տեսանք, որ սպասումները, որ Պակիստանում կարող են դրական ավարտ ունենալ Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները չարդարացան, ըստ էության շարունակում է Թրամփը սպառնալ, որ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը ոչնչացնելու է կամ իրենք շարժվելու են խաղի իր կանոններով, Իրանի պատասխանը մենք տեսնում ենք, Հայաստանի իշխանությունների նման չեն ասում ամեն ինչ տանկ, ինչ ուզում են տանկ, որ պատերազմ չլինի, այլ պատրաստ են պատերազմի։ Կուզենայի դու ներկայացնել Իրանի իրավիճակը եւ ինչ մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ Հայաստանի վրա, որից հետո, քանի որ մենք տեսնում ենք, որ ըստ էության 53-54 օր է մնացել ընտրություններին եւ ուզում եմ այսօր մի քիչ շատ խոսենք ընդդիմադիր դաշտի հնարավոր սցենարների մասին եւ ինչ պիտի անի ընդդիմադիր դաշտը, որ հունիսի 8-ին մենք չզարթնենք նույն կոտրած դաշտակի առջև, խնդրեմ։ Շատ ճիշտ հարցեր ես տալիս Նայրա ջան, մենք դույով ենք, չէ՞, դեմ չես։ Իհարկե։ Հա, նախ եթե Իրանում լիներ այս անձը եւ ԿՊ-ն, նրանք կասեին Հորմուզը Իսրայելը եւ վերջ, Հորմուզը կա հանձնեին, պաղեստինցիներին կասեին չհամարձակվեք, խոսեք այն փաստի մասին, որ պաղեստինցիներին ոչնչացնում են, ցեղասպանություն չկա, Լիբանանը տվեք, Սիրիան տվեք, Եգիպտոսը տվեք, ստեղծեք մեկ Իսրայել, մենք դեմ չենք, բայց նրանք այդպիսի ղեկավարություն չունեն։ Հիմա 21 ժամ տևեցին այս բանակցությունները, 20 անգամ զանգեր եկան, իդեպ զանգերի մեծ մասը կամ մի մասը Իսրայելի հանցագործ ղեկավարության կողմից էր, որը ստիպեց Վենսին, որ նա զիջումների չգնա։ Հիմնական հարցը դա ատոմային բաններ, էներգետիկայի հարցներ, ուրանի հարստացման հարցներ, որը իդեպ պատերազմից 2 օր առաջ արդեն Իրանը զիջել էր, բայց նրանք գնացին պատերազմի։ Դա եւ Հորմուզի վերահսկողությունը։ Հիմա Թրամփը փաստորեն ասեց, դե դուք հիմա կտեսնեք։ Նա վատ վիճակը դարձրեց ավելի վատ։ Տեսնելով, որ որոշ երկրներ Իրանին ուղակի մուծում են $2 միլիոն ամեն տանկերի համար եւ հանում են իրենց նավթը, նա ասեց, ոչ, մենք թույլ չենք տա, որ դուք Իրանի հետ գործարքի գնաք եւ Իրանը փող ստանա։ Մենք փակելու ենք ընդհանրապես Հորմուզի նեղուցը։ Շատ կարճ ինչ հետևանքներ։ Առաջինը համաշխարհային տնտեսական դեպրեսիա, դա սկսվելու է անմիջապես եւ տևելու է երկար ամիսներ, այսինքն պատրաստվեք։ Հիմա լինելու է սարսափելի դեպրեսիա ամբողջ աշխարհում եւ ASEAN-ն է առանց վառելիք մնացել եւ Եվրոպան, սա խփում է եւ туриզմին, եւ ավիաընկերություններին, եւ կոմպյուտերների ինդուստրիային, եւ սննդամթերքի արտադրանքին, քանի որ պարտանյութ չեն կարողանում հանել։ Սա լինելու է համաշխարհային կրիզ։ Այդ մեկ։ Երկրորդը շատ սա ուղղակի փորձ է Թրամփի կողմից ստիպել, որ իր եվրոպական դաշնակիցները խառնվեն, սկսեն իրեն օգնել բացել Հորմուզը, քանի որ նա տեսավ, որ ինքը ընկավ փակուղու մեջ։ Նա ուզում է ստիպել, որ դաշնակիցները իրեն օգնեն։ Երրորդը շատ հետաքրքիր հարց, թե ինչ է լինելու, օրինակ, եթե Չինաստանի տանկերը դուրս գա Հորմուզից եւ այնտեղ ամերիկյան ռազմական նավը կանգնացնի այդ տանկերին։ Չինաստանը ինչ է ասելու։ Երևի Չինաստանից զանգեր կգան, Չինաստանը արդեն զինատեսակներ տրամադրում է Իրանին, ըստ բաց աղբյուրների, իհարկե մենք ամեն ինչ չգիտենք, բայց օգնություն կա, սա հնարավոր է ներքաշի Չինաստանը այս կոնֆլիկտի մեջ եւ Ռուսաստանը կարող է ներքաշվել։ Իսկ Իրանը, այո, դու շատ ճիշտ ասեցիր, Իրանի ժողովուրդը եւ ղեկավարությունը ցույց տվեցին, որ նրանց վախեցնել անհնար է, ծնկի բերել անհնար է եւ աշխարհի երկու ամենահեզոր պետություններին փաստորեն մատնեցին պարտության։ Ինչ է նշանակում սա մեր ռեգիոնի համար, որ ճնշումը Հայաստանի վրա կտրուկ աճելու է, Զանգեզուրի միջանցքը, որը նրանք անվանում են Trip կամ Luna Park կամ Disneyland, դա իրական չի, անունը իրական չի, նրանք զիջել են, տվել են Միացյալ Նահանգներին եւ որը հետո լինելու է Թուրքիայի ձեռքում։ 74% զիջել են, ասում են սա ինքնիշխանություն է։ Նայրա ջան, ես քեզ խնդրում եմ մտնենք Wi-Fi 2-ով,
Ցանկացած հանրագիտարան, ցանկացած գրադարան, ցանկացած աղբյուր հարցնենք ինքնիշխանությունը ինչ է։ Պատասխանը կտեսնես, դա լիովին վերահսկողություն ձեր տարածքի վրա։ Եթե դուք 74% տալիս եք ուրիշ պետությանը, այսինքն 50 տարով եւ ասում եք դեր 49-ը 50 տարի էր երկարացնելու այսպես հնարավորությամբ։ Ահա, դե հիմա մի հատ պետություն գտեք, որ ասում է, որ մենք դա կանենք եւ դա կլինի ինքնիշխանություն։ Լավ, այդ դնելով մի կողմ, այսինքն Իսրայելը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Միացյալ Նահանգները ճնշելու են Հայաստանին, որ ավելի արագ ձևով կառուցվի Զանգեզուրի միջանցքը, մենք զրկվենք մեր սահմանից Իրանի հետ։ Իրանն էլ իր կողմից է ճնշելու մեզ, քանի որ մենք հիմա մտնում ենք այս պատերազմի մեջ։ Մենք մեր տարածք բերում ենք Միացյալ Նահանգների ազդեցությունը, Իսրայելի ազդեցությունը, այսինքն մենք մտանք կռվի մեջ։ Սա նշանակում է, որ Զանգեզուրը դառնալու է մեր նոր Հորմուզ։ Զանգեզուրը դառնալու է մեր ցամաքային Հորմուզը, որի շուրջ կռիվ է լինելու։ Իսկ մեր աղանդի անդամները ասելու են սենց բան չկա, մենք ոչինչ չենք զիջել, չէ, զիջել ենք, բայց դա մենք չենք զիջել, դա զիջել է առաջին նախագահը, երկրորդ նախագահը, երրորդ նախագահը 30 տարի առաջ, ուղղակի մենք հիմա ենք դա տեսնում, որտեղ մենք ապրում ենք, իմ շատ դուր եկավ քո ինտերվյու ասածը, մեր քաղաքական այս դիսկուրսի մակարդակը շատ եւ շատ ցածր է։ Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ կարող են ուղակի անտեսել իրականությունը։ Ես կարող եմ օրինակ հանձնել Ղարաբաղը, ասել ես չեմ հանձնել։ Ես կարող եմ հանձնել Մեղրին, ասել ես չեմ հանձնել, վաղն էլ ասենք պատերազմ սկսվի, ասեն չկա պատերազմ։ Այդ մենք չենք արել, այդ արել է երրորդ նախագահան։ Ես չեմ զարմանա։ Արտուր ջան, հետաքրքիր կարծում եմ այս իրավիճակը մեր հայրենակիցների համար պարզ լինելու, թե ինչպես Արտուրը ֆանտաստիկ ձևակերպեց, միջանցքը Զանգեզուրը դառնալու է մեր ցամաքային, ընդհանրապես համաշխարհային առումով ցամաքային Հորմուզ, եւ թե Միացյալ Նահանգները, թե Իրանը ըստ էության Հայաստանին ուղղակի պարտադրելու են ներքաշվել ըստ էության այս չհայտարարված երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, բայց ուզում եմ շարունակել քո միտքը վերջին, որ մեր հասարակությունը ըստ էության չի տեսնում իրականությունը, փախնում է իրականությունից։ Նախորդին ես փորձեցի նաև հոգեբանորեն հասկանալ, գրականություն նորից բացեցի, շատ սուգուբը նեղ մասնագիտական հոգեբանական, նաև ասենք այդ վիետնամական պատերազմի, աֆղանական պատերազմի դեպքում ժամանակ, երբ որ հասարակությունները մի ինչ-որ պահի իրենց օտարում էին այդ իրավիճակից, պարզվում է դա շատ լուրջ հոգեբանական բացատրություն ունի փախուստ իրականությունից։ Այո, escapism, այո, escapism, շատ ճիշտ ես ասում։ Այո, դա փախուստ իրականությունից է, որ ասում են մեզ մի ասեք, մեզ նեգատիվ ինֆորմացիա մի տվեք, մենք չենք ուզում լսել։ Եվ ես մոնիտորինգ եմ արել, եւ ես կարող եմ վստահաբար պնդել, որ այսինքն մոնիտորինգ էլ պետք չի, նայի, որ մի հատ ասենք ինչ-որ մի հատ տոնակատարություն, փարթի, գինու փառատոն եւ այլն, տես ինչքան մարդ է գնում, իմանալով, որ սա իր վերջի գինու փառատոնը կարող է լինի, բայց նայի, որ երբ որ մարդիկ, մտահոգ քաղաքական գործիչներ, փորձագետներ փորձում են հասարակությանը բացատրել, որ դու չես կարող փախնել մի իրականությունից, որտեղ դու ինքդ ես, որտեղ այդ իրականությունը քո մաշկին է առնչվում, այդ մարդիկ նույնիսկ չեն էլ նայում իրանց, որովհետև ցավոք սրտի մեր հասարակությունը փախնում է այն ճշմարտությունից, որը ինքը որակում է նեգատիվ ինֆորմացիա եւ ասում է դու ինձ նեգատիվ ոչինչ մի ասա։ Հիմա ես ուզում եմ սահուն գալ մեր ընդդիմությանը, որովհետեւ մեր ընդդիմությունն է, չէ, որ հասարակությանը պիտի ասի ես ոչ թե քեզ եկել եմ որ անդադ քեզ վատ բաներ ասեմ, այլ ես եկել եմ քեզ ասելու ճշմարտությունը, որը քեզ հնարավորություն կտա ապահովագրել այն հնարավոր աղետներից, որի մեջ արդեն Հայաստանն է եւ որը գնալով խորանում է։ Ես էլ դու էլ շատ ենք խոսել, մենք հետևում ենք, որ մեկը մյուսի հետևից ընդդիմադիր կուսակցություններ են հայտ ներկայացնում, բայց ես ուզում եմ, որ մեր զրույցի այս հատվածում մենք խոսենք առանց անուններ տալու, որ ոչ մեկը չասի դուք մեզ հակաքարոզչություն եք անում, հասկանալի է, չէ, կա սոցիոլոգիա, կան սոցիոլոգիական հարցումներ, մենք տեսնում ենք, թե ինչ մեծ թվով կուսակցություններ չեն հաղթահարելու անցողիկ շեմը։ Հիմա եթե խնդիրը իրանց համար այնա, որ իրանք ասեն, я тоже осетрина,
ոնց այդ մարդկանց բացատրենք, որ եկեք մենք ասենք, վիտոժա, ասետրիննա, բելուգա, էլ ինչ թանկ ձուկ կա աշխարհում, դուք եք, մենակ հասկացեք, որ դու գնաք, կստանաք դուք եք ձեր 1.5 լավ 3.02%-ը, դրանով դուք աշխատելու եք գործող ռեժիմի օգտին։ Ոնց հասկացնենք այդ մարդկանց սա։ Ես առաջարկ ունեմ, Նայրա ջան, Այո։ առաջարկում եմ հունիսի 8-ին հայտարարել քաղաքական Օսկարների օր Հայաստանում։ Ես Լոս Այո։ Անջելեսից կբերեմ Օսկարների ստատուետկաներ, լիքը կա։ Սուվենիրների խանութներում կարող ենք Այո։ ձեռք բերել Հայաստան։ Ստրասբուրգում մի հատ խանութ կա, այնտեղ պուճուրիկ Օսկարներ են վաճառում, ես էլ Ստրասբուրգից կբերեմ։ Всё, այդ գործը մենք արդեն որոշեցինք։ Յաղի մոտի փոքր խանութում։ Ապրես։ Շատ սիրուն քաղաքային ջալ Ստրասբուրգը։ Ֆանտաստիկ։ Կազմակերպում ենք Օսկարներ եւ տալիս ենք մոտ 20-25 մրցանակ։ Ամենալավ քաղաքական գործիչ, ամենահաջողված, ասենք, մեկնաբան, ամենապրոսպեկտիվ մեծ ունեցող պրեզիդենտ կամ վարչապետ, գերազանց քաղաքական կուսակցության անդամ։ Մի 25 Համազգային հատ բերենք։ լիդեր։ Ինչ։ Հա, որտեղ իրանք բոլորը իրանք համարում են հայկական Բոնապարտ, Այո, հայկական, հա, այո, Շարլ դե բոլոր, Գոլ, այ Չերչիլը Շարլ դե ունենք, Գոլ, էլ չասել, Չերչիլներ, Չեմբերլեն ունենք։ այո, բայց սա հասկանում ես, չէ, Արտուր, մենք հիմա ըստ էության հումորի ենք վերածում, հեգնում ենք, բայց սա իսկապես ազգային աղետ է, երբ որ մարդիկ շատ լավ հասկանում են, որ իրենք մենք ստանդարտ, եթե մենք լինեինք ստանդարտ ընտրական իրավիճակում, սա լիներ մի ստանդարտ ընտրություն եւ դրված չլներ են նականու, հա, զոհասեղանին դրված չլիներ Հայաստանի պետականությունը, մենք ասեինք դե հիմա ընտրական process է, մարդիկ այսպես օլիմպիական մասնակցությունը կլիներ հասկանալի, կասեինք դե մարդա քաղաքական փորձ է ձեռք բերում, այս անգամ կստանա 1%, հաջորդ 30-ին 1.5, 36-ին 2, 40 քանիսին այսքան, բայց մենք հասկանում ենք, որ այս ընտրությունները այն ջրվախանն է Հայաստան լինելու է, թե առնվազն հայկական Հայաստանի սա կարա լինի վերջի ընտրությունը։ Հիմա մեր այդ ազգային բոնապարտիկներին առանց վիրավորելու, չեմ ուզում վիրավորել, բայց ես չգիտեմ, ինչ շատերը ասում են առողջ նարցիսիզմը, իհարկե ես չգիտեմ նարցիսիզմի առողջը որն է, Ես դա գիտեմ, տես բան չկա։ պաթոլոգիա է։ Հա, Չկա տենց տես բան բան։ չկա, ասում են դե առողջ նարցիսիզմը, երբ որ դա մոտիվացիա է, դա մղում է, չէ, մոտիվացիան նարցիս լինելու հետ բացարձակապես կապ չունի, ես ինքս ինձ համարում եմ մշտապես մոտիվացված մարդ, բայց մարդ ով ռեալ նպատակներ է դնում իր առջև եւ եթե գիտեմ, որ այս ճանապարհը ինձ համար իրականանալի չի, ես չունեմ սովորություն իմ գլուխը տանել եւ խփել պատին։ Ես առնվազն սովորում եմ ուրիշների սխալների վրա։ Հիմա մենք առավոտյան քեզ հետ միասին հաշվեցինք, որ այս պահին դեռ այս պահին առաջադրված քաղաքական ուժերի գրետ շատերը չեն հաղթահարում անցողիկ շեմը եւ այս պահին իմ ու քո հաշվարկով առնվազն սա դեռ մինիմումն է 10% ձայն փոշի անում է, իսկ մեր ընտրական օրենսդրությամբ վստահաբար ասում են, որ այդ 10%-ից 4.5-5%-ը գնալու է Նիկոլին։ Հիմա ոնց լուծենք այս խնդիրը։ Շատ ճիշտ ես ասում Նայրա ջան, այո, մոտավորապես 10, եթե ոչ 12% փոշիանալու է ու դրանից 4 ու 5%-ը գնալու է այս իշխանությանը։ Եվ այս մարդիկ մեզ ասում էին, օր առաջ պետք է ազատվենք, օր առաջ պետք է փրկենք Հայաստանը, մեր հայրենիքի լինել չնելու հարցն է։ Բա որ այդքան կարևոր է ձեզ համար հայրենիքի հարցը։ 2 ամսով Նապոլեոնի թագը չեք կարողանում մի կողմ դնել։ 2 ամսով, հետո էլի մենք ձեզ կանվանենք Չերչիլ եւ Շարլ դե Գոլ։ Մի սպասեք, էլի 2 ամիս սպասեք, չէ, չի ստացվում։ Ինձ ասում են անուններ տվեք։ Ես ասում եմ, գիտեք, անուն տալով սա դառնալու է բազար, կռիվ, լեզվակռիվ, վիրավորանք եւ այլն։ Ես չեմ ուզում անուններ տալ, բայց դրա կարիքը չկա, որովհետեւ կա հարցումը, օրինակ Գելապի հարցումը։ Այնտեղ տոկոսները գրած են, կողքնել անունները գրած են։ Ուստի Նաիմ Ամերիկյան հանրապետական միջազգային ինստիտուտի, որի հարցումներից հստակ երևում է այն քաղաքական ուժերն են, որոնք նույնիսկ 2-2.5%-ի շեմին չեն մոտենում։
Այո, եւ նրանք ասում են, գիտեք, սա կողմնակալ հարցումներ են, փող են տվել եւ այլն։ Մեկը կարող է կողմնակալ լինի, բայց երկրորդը արդեն դժվար, երրորդը արդեն շատ նույն դժվար։ Բրեյվիկի հարցումները իրանք չեն Այո, կարող, չէ՞։ նույն թվերն են։ Բոլորը կողմնակար լինել, այո։ Այո, օրինակ դուք գնում եք իմանալով, որ դուք պարտվելու եք։ Դա ձեզ հաճույք է, հա, պատճառում կամ դուք շատ պարծենալու եք, որ դուք պարտվեցիք այս Իրանք ասում կուսակցության։ են մենք էքսպերիանս փորձառություն ձեռք Չէ, կբերենք։ չէ, Ես էլ ասում եմ Հայաստանի դագաղի գնով, դագաղի կներես կոպիտ ձևակերպման, Հայաստանի հոգեհանգստի պանիխիդայի գնով ձեր այդ էքսպերիանսը, ձեր այդ փորձառությունը ում է պետք։ Սա էքսպերիանսի վախտը չի, Նաիրա ջան, սա մեր բոլորի կյանքի հարցն է։ Ես չեմ ուզում 4 տարի տանջվեմ։ Եվ ի դեպ մենք քո հետ խոսացել ենք։ Ես մինչև հունիսի 7-ը, այո, կատարելու եմ իմ պարտքը, պայքարելու եմ եւ կռիվ եմ տալու։ Դեդլայնը հունիսի 7-ն է։ Հունիսի 7-ից հետո, եթե ցավոք սրտի հաջողվի այս աղանդին մեր ժողովրդին էլի գիպնոզի տակ պահել եւ վերընտրվել, ես խնդրում եմ էլ ոչ մեկ ինձ ոչ մի հարցերով չդիմի։ Ես այլևս չեմ զբաղվելու որևէ ներքին հարցերով։ Եթե ինչ որ միջազգային հարցեր լինի, կարող եմ օգնել։ Եթե ներքին ես էլ չկամ, խնդրում եմ ինձ ոչ ոք այլևս չդիմի, որտեվ անհնար է։ Ուրեմն ձեր էքսպերիանս անելու համար մենք պետքա 4 տարի էլի տանջվենք, ամեն օր իր խելագարությունները տեսնենք։ Ձեր էքսպերիանսի համար պետություն կորցնենք, սա է խնդիրը։ Մենք արդեն կեսը կորցրել ենք, մենք արդեն փաստորեն Հայաստանի ինքնավար հանրապետություն ենք, մենք այլևս սուվերեն չենք, քանի որ կատարում ենք մեր հարևանների կամքը, դա սուվերենություն չի։ Արդեն դա կա։ Հետո, գիտես դա ինչ է, եթե դուք ուզում եք սովորեք մեքենա քշել, կարող եք գնաք ինչ որ պարկինգում ձեր ընկերոջ հետ նստել եւ մեքենա քշել, բայց երբ որ ձեր ավտոբուսում նստած է 2 միլիոն մարդ, դուք իրավունք չունեք սովորեք։ Սա այն սովորելու վախտը չի։ Ֆանտաստիկ ձևակերպում էր Արտուր, իսկապես, եթե այո, այդ բեռնատարի այդ մեծ հայկական ավտոբուսի մեջ 2-2.5 միլիոն մարդ չկար ասել, ես մի հատ սովորեմ գազի եւ բանի տորմուզի տեղը։ Այո, չէ, շատ ճիշտ է։ Շնորհակալ եմ եւ մի բան էլ ասեմ, դու շատ լավ, ինչպես ասում ես, ֆանտաստիկ բան արեցիր, միտք արտահայտեցիր։ Այդ բանը escapism կամ denial, երբ որ մարդը մերժում է իրականությունը, չի ուզում տեսնել իրականությունը, որը բնական է, որովհետև այսքան նեգատիվից հետո մարդիկ չեն ուզում տեսնել իրականությունը։ Եվ այս խումբը, իր գիպնոզի թիմը, հենց այդպես էլ մարդկանց ուղեղի հետ խաղում է։ Եթե դու հիշում ես, կար հին եւ հիանալի գերմանական կինո Բունկեր, Հիտլերի վերջի օրերի մասին։ Այո, ֆանտաստիկ։ Երբ որ սովետական ռումբերը արդեն ընկնում են իրենց շենքի վրա, եւ իր ընկերուհին, որը մի քանի րոպեով դառավ իր կինը, Եվա Բրաունը, ասում է մենք ապարելու ենք եւ սկսում է ապարել, սեղանի վրա ապարում է, իսկ կողքը ռումբեր են ընկնում։ Ու նա ապարում, ասում է, չէ, ես ապարելու եմ։ Այս մեր իրականությունն է, երեք էլ եթերում ասեցի, նախորդային գերմանացի փիլիսոփաներից մեկի աշխատությունն էի կարդում, ինչպես իդեպ 1956 թվականին գրված, ինչպես մանիպուլացնել հասարակությանը, եւ որ ասում է մեկը մեկին, այն ինչ անում է հիմա Նիկոլը, հասարակությանը տրվելիք ինֆորմացիան ցավազրկել, ոչ մի իրական ինֆորմացիա հասարակությունը չի պիտի ստանա, այսենց տաշի տուշի փարթիներ եւ հիմա մենք գիտենք որ առաջիկայում Հայաստանում նախատեսված է մայիսի 1-ից 4-ը ԵՄ սամիթը, մենք կտեսնենք այստեղ Մակրոններին, Ուրսուլա ֆոն դեր Լեյներին, Հունգարիայի նորընտիր ղեկավարին, որտեղ Օրբանը 16 տարի պաշտոնավարող հրաժեշտ տվեց եւ այս բոլորը այդ անեստեզիան է, հասարակության նարկոզն է հասկանում։ Այո։ Ու իրանք չտեսնան իրական ցավը։ Իսկ իրական ցավը այն է, որ հունիսի 8-ին կարող է հանձնվել Տիգրանաշենը, որ 300,000 ադրբեջանցի կարող է գալ եւ քո երեխայի կողքը ապրել։ Գիտես, մենք խոսել ենք սրա մասին, այդ Եվրոշոուի մասին։ Ես խնդրում եմ, դու երևի այնտեղ կլինես կամ մարդիկ կլինեն, եթե մենք իսկապես ուզում ենք մտնել Եվրոպա, չնայած ոչ ոք մեզ չի ասում, որ մենք կարող ենք դա անել, այնուամենայնիվ մենք այդ ստի ռեֆերենդումը անցկացրեցինք ու մեր դա պետք չտեսա, ինչ որ արձագանք եղավ Եվրոպայում մեր ռեֆերենդումի, ինչ որ մեկը ասեց, դե մենք ձեզ կընդունենք, որովհետև ռեֆերենդում եք Ավելին Արտուր ջան, ես
կարող եմ բերել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից մեկը Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյան հենց Հայաստանի խորհրդարանում Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի ժամանակ ասեց, դուք անկեղծ եղեք ձեր ժողովրդի հետ եւ ասեք, որ այն քվեարկությունը, որը եղավ ձեր ազգային ժողովում, դա բացառապես ձեր ցանկությունն է եւ մեր օրակարգի հետ որևէ կապ չունի։ Հենց Հայաստանում իրենք ասեցին, որ Եվրոպական միությունը տեսանելի ապագայում իր սահմանները ընդլայնելու որևէ խնդիր չունի։ Նաիրա ջան, Նոր են վերադարձել Հունաստանից։ Այնտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցա։ Խայտարակ, այդ ծով ունեցող, այդ հսկայական туриզմ ունեցող երկիրը խայտարակ տնտեսական կրիզիսի մեջ է, որովհետև Եվրոպական միությունը ասում է, «Всё, պարտքերս տուր կամ դուրս արի, քննարկի դուրս արի, որովհետև ես այլևս քեզ չեմ պահելու»։ Եվ Եվրոպական միությունը որոշում է, թե թոշակներ ինչքան են լինելու Հունաստանում եւ այլն։ Նաիրա ջան, դու ասեցիր, ասում են Եվրոպացիները ասում են, ձեր ժողովրդի հետ անկեղծ եղեք։ Ոչ, դու պետք է ասես ոչ, դուք անկեղծ եղեք։ Որ գալիս եք Երևան, դուք ասեք, մի խափեք մեզ։ Մեր միամիտ մարդկանց հերիքա դուք խափեք։ Դուք ասեք, դուք ընդունում եք մեզ Եվրոպայի միություն թե ոչ։ Եվ հետո այս բանը, այս բեմադրությունը Մոսկվայում, որ պորտը տեղ ենք դնում, տեսանք ով պորտը դրեց, տեսանք հիմա ով պորտը տեղ դրեց, ու հələ տեսնելու ենք, տեսար վերջի որոշումները Ռուսաստանից։ Ես կողմի մեկ արդեն ասել եմ, ամենախոշոր տնտեսվարողներից մեկի հանդեպ նորից ինչ որ դատական գործեր են, իդեպ հերթում էլի բազմաթիվ հայ տնտեսվարողներ են։ Ես էլի եմ ասում, եթե մեր հասարակությունը, ես Արտուր ջան, գոնե ինձ եւ քեզ ճանաչողները գիտեն, որ մենք, ինչ ասեմ, sense 10 ձեռքով ունենայինք, կասեինք այո Եվրոպական միությանը, եթե մենք հասկանայինք, որ դա առնվազն տեսանելի 50 տարում դա հնարավոր է, բայց մենք շատ լավ գիտենք, չէ, որ դա հնարավոր չէ, բայց ես նաև գիտեմ, ցավոք սրտի, որ Նիկոլի վերընտրության համար նույն Մակրոնը, նույն Ուրսուլան, նույն մյուսները, որ գալու են այստեղ, կարող եմ հիմա արդեն կանխատեսել, մի հատ անկապ թուղթ են ստորագրելու, իբր վիզաների ազատականացման ինչ որ մի փուլի հետ կապված, չնայած ուզում եմ հիշեցնել, որ վիզաների ազատականացումը դեռ սեպայում կար արձանագրված, երրորդ նախագահն է սկսել, ընդհանրապես ես ինքս որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ դեռ 2007-8 թվականներին եմ այդ process-ի մեջ ներգրաված եղել, կներես այս բարի համար կուտը կտան, կասեն հիմա դու առանց վիզա գնալու ես Փարիզ, Շանզելիզեի Լա Դյուղեյում, ուտելու ես այդ մակաղոնները եւ կապուչինո ես խմելու, մենակ գնա ընտրի այս խաղաղության իշխանությանը։ Եվ հետո կլինի նույն բանը, ինչ եղավ Հայաստանի հետ 1920 թվականին պարոն Նոքսի գալուց հետո, որը մենք հիշում ենք մեր նվագախմբի տղաների կինոյից։ Նաիրա ջան, ուրեմն այդ մարդկանց նախ այն մարդկանց, ովքեր ասում են, այո, պետք է խզենք Ռուսաստանի հետ, ես համաձայն եմ, ասել ենք սրա մասին։ Այսօր էլ խզեք, բոլոր ձեր հարաբերությունները կապերը խզեք, օդային տարածքը փակեք, սահմանը փակեք, 500,000 հայ թող գա Հայաստանում ապրի։ Համաձայն եմ։ Հիմա Եվրոպացիները գալիս են, իրենց տալիս եք 5 հարց, շատ կարճ կոնկրետ հարց։ Առաջինը, դուք պատրաստ եք ապահովել մեր արտադրանքի վաճառելը ձեր շուկայում։ Դուք ձեր շուկան կբացեք, որ մենք մեր գինին, մեր ծիրանը, դու դրա մասին խոսել ես այսօր։ Մեր գինին, մեր ծիրանը, մեր լավաշը, մեր սմբուկը վաճառենք եվրոպական բանում, մարքեթինգում, շուկայում։ Այո, թե ոչ, ել մի խափեք մեզ։ Բացում եք ձեր շուկան, թե չեք բացում։ Որտեւ եթե չեք բացում, մենք սովից կմեռնենք։ Երկրորդը, դուք իրավունք տալիս եք մեր սեզոնային աշխատողներին, այսպես կոչված խոպանչիներին, որոնք Հայաստանի կեսը 35 տարի պահում են։ Այդ մարդիկ կարողանան գալ Եվրոպայում աշխատել, թե ոչ։ Այսինքն իրանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքում եք, թե ոչ։ Որտեղ առանց աշխատանքային պայմանագրի դու ընդեղի չես անելու։ Ոչ մի բան, դուք անգամ փողոցը չեք սրբելու գիշերը, այդ աշխատանքն են վերցնել ձեզանից, փախստականներ արդեն կան։ Երրորդը, դուք պատրաստ եք ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Դա իմիջիայլոց առաջինն էլ կլիներ, բայց մեր ամենաառաջի հարցն է եւ մասնավորապես Սյունիքի։ Այո, դուք երաշխավորում եք Հայաստանի տարածքը թե ոչ։ Եվ հետո, եթե մենք ունենայինք
մտածող ղեկավար, որը Պրագայում հանձնեց Ղարաբաղը, եթե ես ու դու այնտեղ նստած լինեինք, Նաիրա ջան, մենք ասենք՝ մի րոպե, դուք ասում եք, որ մենք այսպիսի զիջում կատարենք ձեզ։ Իսկ դուք չեք երաշխավորում Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ գոնե Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, որպես բնակչություն ձեր տարածքում։ Իսկ սենյոր Մակրոն, մեր կողքը նստած եք դուք, Շարլ Ազնավուր եք երգում ամեն օր։ Բա դուք չեք ուզում երաշխավորեք Ղարաբաղի բնակչության անվտանգությունը կամ Հայաստանի սահմանները, կամ եթե դուք խոսում եք Զանգեզուրի մասին, եթե դուք մեզ այդքան սիրում եք, ասում եմ մենք հայերի կողքին ենք, տարիներով ասում եմ, բա ինչու չեք ասում, թող ոչ թե 26%-ը լինի հայկական Զանգեզուրի միջանցքի, այլ 51%-ը։ Եթե սա լիներ մեր ինքնիշխան տարածքը, մերը կլիներ գոնե 51%։ Վերահսկիչ փաթեթը, այո, Էդ էլ կասենք, էդ էլ չարվեց, հետո 4-րդը կամ 5-րդ արդեն մոռացա, կասենք, իսկ դուք ապահովում եք մեր էներգետիկ անվտանգությունը։ Եթե վաղը մենք Ադրբեջանից գազ ու նավթ չստանանք, որովհետև ասենք Տիկին Զորաբյանը, պարոն Խաչիկյանը էլի ռևանշիստական բաներ են ասում էին մի փագեք, ասենք բան Ծիծեռնակաբերդը։ Եթե նա փագի խողովակը եւ մեզ գազ նավթ չտա, դուք մեզ կօգնեք։ Այդ հարցերը տվեք, սա հեշտ լուծվող հարց է, Նաիրա ջան։ Ջան, ես Մակրոնը չեմ, ոչ էլ Ուրսուլան, բայց այդ քո 5 հարցերին էլ հենց հիմա կարող եմ պատասխանել։ Նույն Եվրոպան կատաստրոֆիկ ճգնաժամի մեջ է ներկայիս, վերադարձել են վերջերս Քյոլնից, արդեն լրջագույն զգուշացված է, որ բնակչությանը եւ հզոր ուրեմն ձեռնարկություններին, որ գնալով խորանում է կրիզիսը էներգակիրների, նույն Եվրոպան ինքը չգիտի այդ հարցը ինչպես լուծել եւ ճանապարհներ է ման գալիս Ռուսաստանի հետ այդ հարցը կարգավորելու, մեր անվտանգությունը չեն կարող երաշխավորել, որտեղ երբ որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար մադամը այստեղ էր, նրան հարցրեցին Հայաստանում, դուք պատրաստ եք ապահովել Հայաստանի անվտանգությունը, ինքը սենց նույնիսկ դիվանագիտական ռևերանսներ չարեց, ասեց իհարկե ոչ, դա հնարավոր չի։ Հարց, Նաիրա ջան, հարց, այդ կնոջը հնարավոր է տանել հմեկ, որ նա հմեկով ասի, ոչ, մենք չենք ապահովելու ձեր անվտանգությունը։ Հմեկը իրան եթեր չի տա, հմեկը իրան կզրկի եթերից, որովհետև հմեկին պետք չի, որ այդ կնոջ ասած անկեղծ խոսքը, որ մի քանի լրագրողներ այդ պահին լսեցին, լայն տարածում ստանա, ինչ վերաբերում է մեր գյուղմթերքների եւ մեր գին ու կոնյակի համար ԵՄ շուկաներին, ապա ես էլ դու էլ տեսել ենք, թե այնտեղ ֆերմերները եւ Գերմանիայում եւ Ֆրանսիայում, որ բերել էին այդ ամբողջ այդ սիլոսը հասցրել էին Էֆելյան աշտարակի տակ, ինչ կռիվ է սեփական գյուղատնտեսական ապրանքները ընդ որում բարձր չափանիշների համապատասխանող պահելու համար։ Այն օրը ես չուզեցա անտիրեկլամ անել, բայց պիտի ասեմ, որ խոսում ենք հայկական գինիների մասին, որը Ռուսաստանը աչք է փակում այդ խայտարակ որակի մասին, նախորդին ինձ խորհուրդ տվեցին Գևորգյան բրենդի գինի գնել, ինձ թվում է Քացախի ջուրը ջրով բացել, լցրել էին եւ դա խմելուց հետո մի հատ սկորիպտի կանչեիր, որ քեզ հասցներ ինչ որտեղ, բայց Ռուսաստանը տարիներ շարունակ տեսնելով այդ կատաստրոֆիկ որակը, իդեպ երբ որ իմ լավ բարեկամ Դեպարդիեն եկավ Երևան, ես էի նրան ուղեկցում եւ մենք հպարտ ես ժամանակ չգիտեի, որ մեր գինին մեծ իմասամբ զիբիլ է, մտածում էի, որ ահա այսպիսի խաղողագործություն, հին արմատներ, չգիտեմ, հազարամյակների կարասներ են գտել, լավ գինի ունենք, բերեցին իր երկար քիթը, որի մեջ մցրեց, ասեց, սա չասեմ էլ ինչ հայհոյանք տվեց ֆրանսերեն, ասեց սա Pipi de chat, pipi de chat. Oui, vous avez raison. Oui, այո։ Pipi de chat, կատվի pipi։ Այո, ուզում եմ ասել, բայց Ռուսաստանը այդ որակի վրա աչք կա փակել, որովհետև դու իրա ռազմավարական, այնպես որ ես Ուրսուլայի փոխարեն քո հարցերին պատասխանեցի, բայց կարծում եմ կլինի հնարավորություն մայիսի 1-ից 4-ը թե քաղաքական գործիչներին, թե կուսպիկետների տեսքով, թե նաև լրագրողներին, եթե իրանք լայաղանեն լրատվամիջոցներին հանդիպեն եւ Հայաստանի իշխանությունը բլոկ չանի, այդ հարցերը ուղղելու նրանց մեր ծիրանը կարող ենք վաճառել եւ մեր
գինին ձեր շուկայում, թե ոչ։ Մեր աշխատողներին կընդունեք, մեզ կպաշտպանեք, մեզ գազ կտակ եւ իմիջիալոց պայմանագրեր կկնքեք, թե ոչ։ կընկնեք աշխատանքային, այո, եւ ես ու դու ես առաջարկում եմ, որ ուշադիր լսենք թարգմանությունը, որտեւ նրանք կասեն no, սրանք կասեն oui, սրանք իրանք կասեն չէ, սրանք կասեն այո։ Oui, c'est possible, բայց հա, այսպես հա, սրանք կասեն նա հաստատեց, որ oui, այո, ամեն ինչ մեզ կտան, այո։ Այո, ամեն ինչ, այո, եւ ես հույս ունեմ, որ այն մի հատ ռեպորտաժ արեցիր, որ մեր հայրենակիցներից շատերը լուրջ ընդունել էին, որ հա, մի քանի կիլո ոսկի, Մադոննա սերվիս եւ մեկն էլ ասեց մեկը ես չեմ ծախվելու, թեկուզ Մադոննա սերվիս։ Դե լավա գոնե չծախվեց, Նաիրա ջան։ Հա, լավա գոնե չծախվեց։ Լավա, ճիշտ մարդ է։ Այո, այդ թարգմանությունը նաեւ կլինի։ Հիմա վերադառնալով մեր ընդդիմությանը, եթե թույլ տաս, Նաիրա ջան։ Մեզ կասեն, դուք ասենք մեզ խփում եք, մեզ խանգարում եք, ինչու եք հակակարողություն։ Մենք չենք անում հակակարողություն։ Մենք իրաց օգնում ենք։ Մենք փորձում ենք ձեզ օգնել, որ դուք չպարտվեք, որ էլի 4 տարի այս կաշմարը մենք չտեսնենք ամեն օր, որտեվ ես մտադիր չեմ դա անելու։ Հիմա, եթե դուք գիտեք, որ դուք չեք անցնելու, եւ դուք գիտակցաբար գնում եք պարտվելու համար, կամ դուք ունեք սադոմազոխիստական ինչ-որ տենդենսներ, որը ասենք կամ Մարկիս դե Սադի հերավոր բարեկամ։ Այո, որոշ երկրներում Գերմանիայում տեսել եմ, Բերլինում կան տենց տեղեր, Սան Ֆրանցիսկոյում էլ կան, տնից տեղից հեռու։ Կամ դուք օգնում եք այս ռեժիմին։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր գնալու են քվեարկելու, ես անուն չեմ տալու։ Ուշադիր նայեք, թե ինչ ռեյտինգներ ունեն այս մարդիկ։ Եվ եթե դուք կարծում եք, որ նրանք կհաղթահարեն շեմը, ում ուզում եք ձայնը տվեք, բայց եթե դուք կարծում եք, որ չեն հաղթահարի, մտածեք, ձայնը տալով այս կուսակցություններին դուք օգնում եք այս ռեժիմին։ Այո, ես համաձայն եմ եւ որպես ամփոփում, որտեղ մենք այլևս շատ հաճախ ենք Արտուրի հետ, պարոն Խաչիկյանի հետ այս ֆորմատով հանդես գալու, առնվազն ինչպես իմ եւ Արտուրի սահմանած դեդլայնը հունիսի 7-ը, սիրելի հայրենակիցներ, մենք որևէ քաղաքական ուժի հակակարոզ չենք անում։ Մենք ասում ենք զոհասեղանին դրված է Հայաստան, կլինի թե ոչ։ Ես չեմ ասելու, որ քաղաքական ուժին ձայն տվեք, բայց ես ասելու եմ նայեք ռեյտինգները, տեսեք Հականիկոլ Ճամբարի որ քաղաքական ուժերը ունեն հնարավորություն անցողիկ շեմը, իսկ կուսակցությունների համար դա 4%-ն է, դաշինքների համար դա 8%-ն է հաղթահարելու, որպիսի այդ ձայները չփոշիանա, որովհետև մեր օրենսդրությունը այնպիսին է, որ այդ փոշին գնալու ու այսպես կուտակվելու է քաղաքացիական պայմանագրի ընտրական քվեների զամբյուղում։ Եվ վերջի բանը, որ ես կասեմ, էլի հետաքրքիր շատ բան ասացիր երեք քո ինտերվյուում, մարդիկ էլի ընկել են այդ նախկիններ այդ դիսկուրսի մեջ։ Դա հիվանդություն է, դա հիվանդություն է։ Հիմա այս մարդը նախկին չի, Նաիրա ջան, ես օրինակ ասա, դուք իմանաս, այս մարդը անցյալում չի եղել, բան քաղաքական process-ների 2008 թիվը առնվազն 1900, ինչ ես հիշում եմ իմ լրագրողական գործունեությունը 1998 թվականից, իդեպ Նիկոլը շատ ավելի շուտ է լրագրողական գործունեությամբ զբաղվել, քան ես, հետո խորհրդարան, այսինքն բայց այստեղ ասեմ քեզ էլի, ինքը մեղավոր չի, ինքը այդ կուտը տալիս է եւ բազմաթիվ ընդդիմադիրներ այդ Նիկոլի նախկին կուտը վերցնում են եւ ասում են վայ այս ուժի հետ դաշինք չկազմենք, որովհետև նախկին աբան։ Այսինքն Նիկոլը կլասիկ ձևով ձեզ ներքաշում է իր օրակարգի մեջ եւ օգտագործում է ցավոք։ Այո, եւ ի վերջո, եթե մարդիկ ուզում են նախկին ղեկավարի երկրորդ նախագահի կուսակցության իրենց ձայնը տալ, նրանք այդ հնարավորությունը եւ իրավունքը ունեն։ Նա ունի իր դաշինքը, թող գնան քվեարկեն։ Եթե նրանք չեն ուզում, եթե ուզում են ինչ-որ նոր մարդ, հիմա կա այդ այլ ընտրանքը, չէ՞, մեր ձևով շարժումը։ Դա էլ կա պարոն Ծառուկյանի կուսակցությունը։ Ես ասում եմ, այն ուժին, որը շանս ունի հաղթահարելու, եւ այն ուժին, որի դեպքում վստահենք, այս ամենակարևորն է նաեւ Արտուր, որովհետեւ կարող է լինեն ուժեր, որ շանս ունեն հաղթահարելու, բայց կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ նրանք հրաժարվեն միանալ ընդդիմադիր բլոկին եւ կամ իրենց ձայնը տան Նիկոլին, կամ չմիանան, այդպիսով թույլ չտալով, որ ընդդիմությունը կարողանա առավել շատ ձայներ ստանա, որ վստահեք, որ որևէ պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ տվյալ ուժը դաշինք չի կազմի, սա է շատ կարևոր է։ Երևանի ընտրությունները վկա, չէ՞, տենց բան եղել էր, չէ՞։
Իհարկե, բա մենք տեսանք, իհարկե, ինչի մասին է խոսքը։ Շատ լավ, սիրելի Նայրա ջան, դե շնորհակալ եմ Դե քեզ, ես եթե եմ ուզում ես շնորհակալ, ամփոփիչ խոսք, այո։ այո, մինչ հանդիպում։